Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Կա հիանալի բառ, որով շնորհակալություն ես հայտնում քո դիմացինին։ Ֆրանսիայում մերսի, Ռուսաստանում սպասիբա, Միացյալ Նահանգներում thank you եւ Հայաստանում go home։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքը սկսում է Armenian Evening հաղորդաշարը, Armenian Evening հաղորդաշար, որը արդեն իսկ սիրվել է ձեր կողմից եւ դուք անհամբեր սպասում եք, թե ով է լինելու այսօրվա մեր հյուրը եւ բնականաբար հաճելի հարցազրույց ենք ունենալու եւ իհարկե անակնկալ մեր հյուրի կողմից։ Սիրելի հեռուստադիտողներ, ասեմ ձեզ, որ այսօր նույնպես լինելու է շատ հետաքրքիր հաղորդում, այնպես որ դուք ինչ եք անում այս պահին, դուք դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պահին, մենք այս պահին սկսում ենք։ Այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Մասնագետները, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են վերադարձրել լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա խնդիր 911 Detox Center-ի հետ այդ խնդիրը լուծված է։ Հեռախոսահամարն է 409 90911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Եթե դուք ցանկանում եք հաճելի լավ ժամանակ անցկացնել եւ ամենակարևորը առողջարար, այսպես ժամանակ անցկացնել, ապա պետք է այցելել այստեղ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, որովհետեւ ամրագրելով համարներ եւ լավ ժամանակ անցկացնելով դուք նաեւ օգտվելու եք լողավազաններից տաք հանքային ջրով առողջարան, պարզապես մեր լեզվով ասած սանատորի դրա համար այնպես որ ամրագրում եք ձեր տեղերը Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրում եւ անպայման այցելում եք։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Բերկլի համալսարանի հետազոտողները պարզել են, որ վայրի բնության մեջ ապրող շիմպանզեները ամեն օր 1 շիշ գարեջուր են խմում։ Գիտեք, իհարկե այստեղ կարևորը այն չէ, որ նրանք խմում են։ Կարևորը այն է, թե այդ ով է նրանց հյուրասիրում ամեն օր 1 շիշ գարեջուր։ Կալիֆոռնիայի ամենահայտնի խոհարարներից մեկը Վալենտինո Լուչինը 1 օրում 3 բանկ է թալանել։ Այդ քայլով նա վրեժխնդիր եղավ այն բանկիրներից, ովքեր գալիս են, հաց են ուտում եւ թիպ չեն տալիս։ Այսքանն են մեր նորությունները եւ ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօրի հյուրն է տաղանդավոր երգիչ Ծյոմ Հակոբյանը։ Ծյոմ ջան, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ քեզ հրավերքս չմերժելու համար։ Ես այսպես միանգամից դիմեցի քեզ, չասեցի իհարկե Արտյոմ Հակոբյան, ասեցի Ծյոմ, այո, որովհետև, հա, այսպես որովհետև դու հայտնես այդպես, քեզ այդպես են ճանաչում, դրա համար թույլ տում, մենք էլ ընկերներ ենք, այնպես որ կարծում եմ դա անմիջականը ճիշտ է, շատ լավ։ Շատ ուրախ եմ գտնվել ձեր տաղավարում, առաջի անգամ եմ, առհասարակ Ամերիկայում առաջի անգամ եմ։ Ահա, պրեմիերա։ Կարոտել ես հաղորդաշար տարբերակներում, հեռուստաալիք եւ այլն։ Շատ ուրախ եմ ջերմ ընդունելության համար, թող միշտ կանաչ լինի ճանապարհդ,
Շնորհակալ եմ անչափ Ծյոմ ջան, շնորհակալ եմ անչափ։ Դե մի քիչ հիմա զրուցենք, խոսենք, ես պարզապես առաջին հարցը պարտադիր որ մեր հյուրերին տալիս եմ, մենք ուզում ենք այդ տաղանդը, հա, քեզ մոտ իհարկե, չնայած մի քիչ քո մոտ տաղանդը մի քիչ այսպես լայն է, որովհետև ես գիտեմ որ դու եւ տնտեսագետ եւ բժիշկ, մենք այդ ամենի մասին մի քիչ խոսենք, բայց այնուամենայնիվ այդ երաժշտի երգչի տաղանդը, հա, ով գտավ քո մեջ, այսինքն դե սովորաբար լինում են, հա, ծնողները կամ, չգիտեմ, լինում են շոր քերի, հա, ուրախու, չգիտեմ, մի խոսքով քեզ մարեկամ։ Չէ, Արմ ջան, ինձ մոտ սենց իրականում տնեցիները չէին բացահայտել, չէին ուզում, ես էի բացահայտել, բայց ես էլ եմ որ ասում եմ լսող չկար, ինձ այսպես ասած։ Չէ, հետո նենց ստացվեց, որ մի օր ուղակի գնացի երկի թատրոնին, ու երկիպետը Գրիգորիչը հա լսեց ու ասեց, չէ, այստեղ են ասեց պետք է այդ ընդունվես, ասեց ինչ ես ուզում, ասի ուզում եմ տնտեսագետ բան դառնամ, ասեց Հորացի ասեց, հա, ասեց դու պետք է երգես։ Ու տենց այդտեղից սկսվեց ոնց որ ամեն ինչ կարելի ասել Գրիգորիչը լսեց։ Գրիգորիչի, Ծյոմ ջան, ես իհարկե կխոսեմ, դե հետո արդեն իհարկե հայտնությունը քո, հա, փառատոններից կոնկրետ X Factor-ի մասին է խոսքը գնում, բայց մինչ այդ, արի մի քիչ խոսենք, ես այո, դու ասեցիր, ես գիտեմ, որ դու պարապել ես նաև որպեսզի ընդունվես բժշկական ինստիտուտ, եւ այո, տնտեսագետ, այսինքն չես ուզեցե, լավ, եթե այսինքն ծնողներ ուզում որ դու բժշկական, որովհետև տես եթե դու պարապել ես, այսինքն արդեն դե լուրջ է դա։ Հա, լուրջ է։ Ես ինչու եմ ասում, որովհետև մի քիչ զուգահեռ բերեմ, հա, երբ որ ես էլ եմ ժամանակին ուզեցա, պարզվում է, չէի ուզում, այսինքն մերոնք էին ուզում, եւ այն ժամանակ, մեր ժամանակ կար, երբ որ ընդունում էր բժշկական ինստիտուտ, պրակտիկա որ անցնում էր հիվանդանոցում կամ որևէ միտեղ, դա ընդունվելուց ինչ որ պլյուսեր էր լինում։ Եվ ես աշխատել եմ, սանիտար եմ աշխատել։ Նրս, պատկերացնում ես ես նրս։ Հիմա Ծյոմ ջան, այ մե դու պատմի, այսինքն դու պարապել ես, ինչ մաս, այսինքն լուրջ եմ պարապել։ Սկզբում ուզում էի բժշկական ընդունել, որովհետև տանը բժիշկ ունենք տատիկս։ Ահա։ Ու տատիս մամաս միշտ ասում էր ուզում եմ որ սենց սպիտակ խալաթ հագնես։ Այն ծանոթ բառերը։ Ծանոթ բառեր։ Այդ իրա խատրին չկպա հետո քիմիաբան շատ էի սիրում ու սկսեցի պարապել ոնց որ։ Հետո էդի անցավ մի կողմ, ասեցի չէ, չեմ ուզում։ Իսկ բժիշկ ինչ կոնկրետ որ մասնագիտություն։ Ուզում էի ավելի շատ ստոմատոլոգիա։ Օ, ստոմատոլոգիա, շատ որովհետև մնացած բաներից սիրտ չունեմ, արան հետ չունեմ։ Հասկացա։ Հա, Դեն էլ արյուն ուղղակի դե փող կա էլ մեջ մի քիչ պրակտիկ արյուն։ Պրակտիկ արյուն։ Այո։ Հա, չէ, իրականում հետո մանկավարժական ընդունվեցի։ Այն մանկավարժական։ Հա, ինչ ֆակուլտետ ընդունվեց, ֆիզմատ էի ընդեղել ընդունվել։ Հա, ֆիզմատ ճիշտ է, դու ֆիզմատ ես գիտեմ աչքերի խնդրով ես, չէ՞ եղել որ։ Հա, աչքերի, հա, գիտեմ որ դրա համար ֆիզմատը չշարունակեցի։ 200 հատ օրը խնդիր էի լուծում ճիշտ ասած, հետո էլ թողեցի, հետո որոշեցի տնտեսագիտական էլի պարապեցի, բայց հետո արդեն այդ քննությանը որ գնացի, տնեցիներին չէի ասել որ գնում քննության։ Որ արդեն Գրիգորիչը հետի ասեց, ես մոռացա լուրջ ամեն ինչ, եկա տուն։ Գիտես, ես ուղղակի ուզում եմ շատ լավ, Ծյոմ ջան, տես, այսինքն ես գիտես ինչն եմ ուզում հասկանամ, այսինքն բժշկական այս ուղղությունները ով քեզ ստիպեց որ դու գնաս Գրիգորիչի մոտ։ Այսինքն ով քեզ ստիպեց։ Ես այն ժամանակ դες որոշեցիր որ պետք է գնաս երկի պետական թատրոն։ Տրանսպորտ տենց ենք ասում, չեմ հիշում։ Երթուղայինի մեջ լսեցի հայտարարություն, դե այն ժամանակ տենց էր, չէ, ինֆորմացիա չկար այդ։ Երթուղային տաքսի, երթուղային տաքսիների մեջ, 2006 մարշրուտկա թիվներ, հա, այն ժամանակ չկար ինֆորմացիա, դե մենակ թիվիներ, ռադիոներ։ Ու տենց ռադիոյում լսեցի, ու որ լսեցի դե երազանք լսել ես միշտ Արթուր Գրիգորյան երկի պետական ընդունելությունը։ Ես էլ միշտ բան ընդունելություն ու ռիսկ արեցի, որ ռիսկ արեցի տնեցիներին չասեցի, մարշրուտկայի փող էլ չունեի, մի կերպ մեկից վերցրել եմ, գնացել եմ այդ քննությունը տվել եմ, բան։ Գրիգորիչը ասեց, չէ, ասեց, ընդունվում ես, բան։ Տենց եկա տուն, ասից ժողովուրդ, ես մոռանում եմ ամեն ինչ, ես ամեն ինչ թողում եմ, ես դառնում եմ երգիչ։ Սա սկզբում ինձ իհարկե լուրջ չվերաբերվեցին, ասին երևի երեխու հետ մի բան են չի։ Հետո չջոկեցին, որ լուրջ է տրամադրած, ես զանգեցի սաղ դասատուներին cancel արեցի, ասի չեմ պարապում։ Հա, դա այդ ակտիվ process-ի ժամանակ։ Հա, ընթացքի մեջ է, որովհետև սեպտեմբեր ամիս էր, թե հոկտեմբեր ամիս էր ընդունելությունը, արդեն մի 4-5 ամիս ես այդ ընթացքի մեջ էի պարապելու։
ու զանգեցի սաղ cancel արեցի, հետո չունեի երաժշտական կրթություն, էլի ընդհանրապես չգիտեի դոն ինչ առեն, ինչա, որ արդեն երկի թատրոն ընդունվեցի, այդտեղից ոնց որ արդեն ցանկություն առաջացավ կոնսերվատորիա ընդունվելու։ Նոր արդեն մյուս տարի էլ պարապեցի, արդեն կոպիտ ասած ընդունվեցի կոնսերվատոր, ասած, հա, մի տարում full պարապեցի, մեր Սիրելի Ավետ Բարսեղյանի քուրը Աննա Վահագնային Եթե տեսնում ենք մենք պարապես սոլֆեջոն, իդեալական գերազանց 20-ն բոլորը ստացել մի տարում, որ այդ Օ, բրավո, այո, իրոք հրաշել է։ Դե իհարկե դա խոսում է քո տաղանդի մասին, քո այսպես տաղանդավոր լինելու, որովհետև եւ իհարկե ուսումը, որովհետև կիրթ երաժիշտ լինեի, երգիչ լինեի, չէի ուզում ուղղակի երգել։ Հա։ Դրա համար ինձ թվում է չեմ սխալվել։ Եվ ավարտեցիր դա, թե ավարտեցիր, այսինքն կոնսերվատորիան էլ ավարտեցիր։ Կոնսերվատորիան էլ ավարտեցի, ջազ վոկալն եմ ավարտել։ Հետ էլ ավարտեցի, նոր արդեն ոնց որ սկսեցի ամեն ինչ, հա։ Բայց դες ինչն է հետաքրքիր, փաստորեն այլ քոնը գտել ես, էլի։ Դե գիտես դա շատ կարևոր է, որ քոնն ես գտնում։ Եվ ես երբեմն իհարկե շատ եւ շատ դեպքեր եմ պատահում, որ մարդիկ համարձակություն չեն ունենում ինչ որ փոխեն մի բան։ Դե լավ, դե նորմալ է, բայց եւ այդպես գուցե իրանց մեջ այդ տաղանդը կորում է։ Այո։ Քո դեպքում այո, ես հրաշալի ասում եմ բրավո, որովհետեւ դու ամեն ինչ փորձելով գտար միևնույն է քոնը եւ դրանով շարունակեցիր։ Բայց լավա որ ընթացքում էլի չասի դե լավ։ Գնամ մա խոհարար դառնամ։ Չէ, ես դաժե հիշում եմ, որ այնց մի քիչ վատ տարիներ էր այդ կոնսերվատորիան ընդունվելու տարիներ։ Ես դաշնամուր չունեի, ես այնքան էի ուզում ընդունվեի, որ այս դաշնամուրի կլավիատուրան նկարել էի թղթի վրա, որ ես հասկանամ, ես այս դոն ինչ առեն, ինչա, ես սկզբում մի քանի ամսը պարապելու, դա հետո մեր բարեկամ ունենք, խղճած ասեց, «Սյոմ ջան, ես մեր դաշնամուրը տանը փոշի անստում, այս վերցրա, գոնե տենց ժիվոյի բան կանես, էլի կսովորես»։ Ուզում ասեմ, էդի, չգիտեմ, վառապացա, որ մարդ եթե մի բան ուզում է, կապ չունի, ունես հնարավորություն, չունես, մեկ եթե մի բան ուզում ես, իրոք ուզում ես, իրոք այդ ամեն ինչի համար ինչ որ բան անում ես, հաստատ լինելու է։ Շատ լավ, այո, ես իրոք շատ կարևոր է աշխատասիրությունը, շատ կարևոր է։ Տաղանդը եւ որտեւ եթե լինես տաղանդավոր, բայց աշխատասեր չլինես, դա հա, մենք շատ ունենք դեպքեր, նախ շատ շուտ կորում է այդ մարդը ասպարեզից, որովհետեւ ինքը շատ արագ բարձրանում եւ շատ արագ իջնում է։ Դա համար պետք է լինել աշխատասեր։ Ծոմ ջան, իսկ եթե օրինակ աշխատասիրությունը կա, հա, բայց նու այդքան տաղանդ չկա։ Այնուամենայնիվ հնարավոր է դառնալ միևնույն է լավ երգիչ։ Տենց փորձեր էլ ունենք իրականում։ Ես ճանաչում եմ այդպես երգիչ չասեմ, որովհետև ես չեմ համարում իրենց երգիչ, գոլեգաներ ենք, բայց չեմ էլ ուզում վիրավորեմ, ուղղակի վերջերս չեմ էլ սիրում խաբել։ Եթե օրինակ անգամ հարցնում են, ասում են, ես երգը լավն է, այդ դուրս չի գալու, ասում չէ, ճիշտ ասած, որովհետև այդ մարդուն ես ինձ թվում է լավություն եմ այն անում։ Հիմա նույնն էլ այդ թեմային ասենք, հա, կա դեպքեր, որ աշխատասիրությունը այնքան level up ապրում, չգիտեմ 100%-ից 130%, որ այդ մարդը այո, ցույց է տալիս ինչ-որ ռեզուլտատ, որը մարդիկ տեսնում են այդ բանին։ Բայց ես իմ տեսած դեպքերից երևի 80%-ը նշեմ, որ աշխատասիրությունը շատ կարևոր է, բայց եթե դու տաղանդ ունենաս, գոնե այդ տաղանդը թխկես, բայց ոչ թե տաղանդ չունենաս, հա, աշխատասիրություն շատ ունեմ տենց օրինակներ, անուններ չնշեմ, հենց հիմա էլ Երևանում կան տենց հայտնի մարդիկ, բայց ես միևնույնն է Ես կրթություն ստացած մարդ եմ, լիքը կրթություն ստացած մարդ, ես չեմ համարում իրան երգիչ։ Ինքը կարող է լավ արտիստ է այդ պահին բեմի վրա մարդկանց ուրախացնելու համար եւ այն ակշն ինչ որ ապավելու համար, բայց չդարավ երգիչ անվանում, էլի, որովհետեւ երգիչը երաժիշտ է, երաժիշտը չգիտեմ, ինքը ընդհանուր sense մի հատ բան է, որ sense կոնցեպտ է, որ մի հատ չի, այսինքն դու մի մասնագիտության չես տիրապետում։ Բայց դու այդ քո ասած երգիչ շատ են, այդ դեպքում շատ չեն, եթե դու այդպես ես մոտենում, հա, հարցին։ Չէ, ուզում այդ բանի աշխատասիրության համար հարցեցի, այդ եմ ասում։ Չէ, ես գնահատում եմ բոլորին, բայց ես իմ ներսում այդ մարդուն չեմ կարող համարեմ երգիչ, չեմ կարող օրինակ դասեմ այն իսկական երգիչների կողքին, որոնք օրինակ, չգիտեմ, տարիների վաստակ ունեն, առանձդրած ունեն, ու մեկ էլ ինքը վտրուկ հայտնվել է օրինակ 3, օքեյ, ինքը անուն ունի այս բանին։ Այս կյանքն է մեր փոխվել, դրա համար է տենց հեշտ եղել այդ ամեն ինչը։ Այո, շատ հեշտ է։ Դե չէ մարդիկ տարիներ, ժամանակ են ծախսել մեր երգիչներին, նայեք, չգիտեմ։ Քրտինք են թափել այդքան, որ կարողանան ինչ-որ մի հատ երգ ունենան կամ ինչ-որ մի հատ ելույթ ունենան ինչ-որ միտեղ։
Դրա համար պետք է ամեն մարդ ոնց որ իր հնարավորությունները չգերագնահատի, իմանա ինչի ընդունակ ու ինչ կարա իր հետ լինի, այսպես ասած։ Շատ ճիշտ խոսքեր, ասեմ քեզ, լիովին քեզ հետ համամիտ եմ։ Հիմա արի անցնենք, երբ, այսինքն X Factor, այսինքն դու երգում ես, փաստորեն պես կոնսերվատորիա, երկի պետական թատրոն, բուրդ գործունեություն էր ծավալում, բայց այնուամենայնիվ հայտնությունը եղավ X Factor նախագծի։ Անկամ ես քեզ ասեմ, դու քան որ այն ժամանակ եղել ես Armenia TV-ում, կհիշես, որ այն ժամանակ անգամ 12 թվականին երաչափ սերիալի սաունդթրեքն եմ երգել։ Մի հատ տենց սերիալ կար։ Օ, երաչափ սեր, հիշում եմ։ Երաչափ սերը այս այն ժամանակ բայց փոքր էր, 12 թիվն էր։ 12 թիվը, այո, 12 թիվը 2012 թիվը իմ շատ հիշարժան տարի է, որովհետև 2012 թվականի մարտի 12-ին Իմ Comments հաղորդաշարի իմաստը, հա, հաղորդաշարի առաջին եթերն էր եղել մարտի 12-ին, որը տևեց մոտ 6 տարի տևեց եթերը, որից հետո էլ չտևեց։ Թե ինչի չտևեց, չէի բացում փակագծերը։ Այն թվերից էլ եղել է, բայց այն ժամանակվա գործունեություն չեմ կարող այդի համար։ Հա, դե տես, բայց փաստորեն soundtrack երգելը դա էլ է, ախր, նայ Մարդ չի կարա օթից վերցնի, հա, մարդ չի կարա օթից օրինակ վերցնի եւ ես քեզ ասեմ, ես իհարկե չեմ ուզում առասարակ քննադատեմ, չնայած էլի կոպես եմ ես, եթե ես հիմնականում փորձում եմ լռել, այնուամենայնիվ։ Ես էլ լռել եմ, եթե հասնում ես լինել անկեղծ, որովհետև դա օգնում ես։ Ու ես միշտ ասել եմ առողջ քննադատում, այսինքն երբ որ մի բան դուր չի գալիս, ասում ես, չէ, դուրս չի գալի, դա նորմալ է։ Չէ, գիտես, դա առողջ քննադատություն չի, դա կարծիք է։ Կարծիք, այո, եթե դու ինձ հարցնում ես կարծիք, ուրեմն պատրաստ լինես համեն լսես, համեն լսես։ Հա, եւ խոսեցիր այո, սերիալներից էլ նաեւ ես ինձ թվում է, որ այնուամենայնիվ մի քիչ սերիալները մի քիչ ավելի լավ են գնի։ Իհարկե։ Ես չեմ նայում հայկական։ Ես էլ չեմ նայում, բայց ուղղակի ինչ որ գիտես ինչի, որովհետև տես, հիմա օրինակ եթե ես չեմ նայում երբեք, չեմ էլ նայել, այդ չի հարցը, բայց ես իմ վերջի սերիալը եղել է Ռաբինի Իզաուրան, այն Ստրուկ Իզաուրան։ Չէ, հիմա հայկականներն են ասում, հա։ Հիմա տես, եթե մենք խոսում ենք սերիալներից, այս հիմիկվա, հա, այս մեր ժամանակահատվածի սերիալները Պրակտիկապես մարդ չգիտի դրանց մասին, բայց այն սերիալները, որ անգամ դու չես նայել, բայց լսել ես, ասում են մարդիկ իմանում են, դրա մասին է խոսքը։ Ջոն ջան, լավ, խնդրում եմ ինձ մի հատ ասա, դա որ տարիներ եւ ոնց ստացվեց X, այսինքն էլի երևի երթուղային տաքսիում լսեցի։ Չէ, ժամանակ արդեն ճիշտ անց կոնսերվատորիայից հետո բանակ գնացի, եկա դաթար ունեցա։ Հետո որ եկար բանակից որ գալիս ես, չգիտեմ, դու գիտես, զրոյից ես սկսում ամեն ինչ, ոնց մոռանում ես ինչ արել ես, գալիս ես մարդկանց բարև մեզ չեն ճանաչում, չգիտեմ, ասում ես ես եմ, մի հատ ինձ նայեք, չէ, տեղը չենք վերում։ Հա, ու տենց ոնց որ լսեցի այդ հայտարարությունը ու իմ լավ ընկերը Գորոսուչյան ասեց Տյոմ ասեց, պետք է գնաս ասեց, ոնց որ այդպես քո տեղն է իսկական, ասի չէ, էլի ասի գոր չեմ ուզում, ես էլ մի քիչ պուճուր ժամանակ ունեցել էի փորձել մրցույթի, դե այն ժամանակ չէի գիտակ, այդ որ ասում եմ մարդին չպետք է գերագնահատի, այդ ժամանակ տարիքային դու չես հասկանում, որ դու այդքան չկաս, որ մրցույթի օրինակ անձնակազմի այդ բանի մեջ լինես, էլի։ Հետո արդեն որ գնացի X Factor, հենց առաջի երգս էլ առաջի աուդիշնն է, ոնց որ գորը հետս աշխատեց ու գնացի հենց յուրահատուկ cover արեցի մի հատ ու գնացի երգեցի ու տեղից ճանապարհից հենց առաջի օրը ես երգել եմ, հենց առաջին ինձ են ցույց տվել Բայց ինքը ընտրությունը ո՞րն էր, այսինքն դու դիմում ես, քեզ ընտրում են, թե նախնական ինչ որ մի բան ես աուդիշնի, համերգային այդ որ են բոցերը լինում ապա։ Այդ աուդիշնն ես գնում ու արդեն ոնց որ, բայց ես այդ օրվանից հետո ինձ արդեն ճանաչեցին մարդիկ։ Իմ մոտ տենց դասավ, երկրորդ փուլից Instagram-ս արդեն պայթում էր, այն ժամանակ էլ Instagram-ը տենց ակտիվ չէր, բան, ու տենց ոնց որ սկսեց ամեն ինչ, կամած արդեն փուլ, իհարկե չէին թողում, որ ես միջև վերջ գնամ, ինձ անտատ ուզում են հանեին նախագծից, բայց ամեն ինչի դե մի քիչ հայկական մտածելակերպն է, հիմա բոլորին շատ եմ սիրում, բայց ինչ ճիշտն է այդ եմ ասում։ Հա, անդադ փորձում էին անեն, բայց մարդիկ չէին ուզում ինձ անեն։ Այդ էր ամբողջ հարցը։ Ճիշտ է, չհաղթեցի, բայց հայտնվեցի ֆինալում ու ինձ շատ մեծ ճանաչում։ Հա, ֆինալում հայտնվեցի եզրափակել։ Շատ մեծ ճանաչում բերեց, կոպիտ ասած միջև վերջի համերգը գնացի ու շատ ճանաչում բերեց, էլի շնորհակալ եմ բոլորին, որ այդ ամեն ինչը եղավ իմ կյանքում, սենց ասած։ Բայց հիմա որ ինչ որ, չգիտեմ, նախագծեր եմ տեսնում, բան, հա, էլի էնտուզիազմա լինում, բայց ոնց որ դե ջահել այդ փուճուր ժամանակ ուրիշ ձև ես։ Հա, բայց դե գիտես ոնց, հետո երևի հիմա մի քիչ ուրիշ աչքով ես նայում, որովհետև այնուամենայնիվ տես դու հիմա ասում ես
ուզում էին անեն։ Դե հիմա գիտեք ինչ, նույն այդ աշխարհը, նույն հերոստատեսային աշխարհը ինքը շատ ունի այսպես նյուանսներ, այո, նյուանսներ ունի, որը ընդհանրապես դու տեսնում ես, այս ինչ շոու է, բայց տակին շատ անկեղծ ասեցի, բայց չեմ հուսում, չեմ նեղացնում ոչ մեկի, բոլորին շատ եմ սիրում, բոլոր հիմա իմ ընկերներն են այդ TV-ում, բայց ոնց որ ես այդ իմ մաշկի վրա զգում եմ, որ ես ամեն համերգին ընկնում եմ վտանգավոր գոտի, ամեն համերգին ինձ ուզում էին անել, բայց դարձի պես չէր ստացվում ու շնորհակալ եմ իրոք այդ հանդիսատեսին, որ Since վիզ դրած ինձ չուզեցին, ամեն ինչ արեցին, որ այդ որ ես դուրս չգամ։ Հա, մենակ այն որ փորձեցին այն մեկը եզրափակիչում իրանց արեցին, բայց եզրափակիչը դե դա արդեն կարելի ասել հաղթանակ է։ Չէ, իրականում կյանքը ցույց է տվել, որ մրցույթներին հաղթողները այդքան այսինքն կարևորը թե դու հետո ինչ կանես, կարևոր, օքեյ, հաղթես էլ է կարևոր այդ բանը, բայց այդ հաղթանակը քեզ կտա այդ մի հատ հաղթանակը, բայց որ չես հաղթում ավելի է ձգտում, որ Ես այդ համընտեմ, ես օրինակ հիմա դու ասեցիր, մտքից հիշեցի Եվրատեսիլը։ Իսկ այդ հաղթողները կան։ Չէ, չկան իրանք, յուրաքանչյուր նախագիծելը տենց է, որ նայում ես հաղթողները, որովհետև ամեն ինչ արվում է այդ հաղթողի շուրջ, այդ հաղթողի համար եւ այլն, հետո բայց այդ մարդը ինքը ուզում է ուղղակի հաղթի այդ նախագիծը։ Ու վերջ։ Այդ մարդը էլ չի ուզում հետո ոչի բան անել։ Ջոմ ջան, լավ, X Factor-ից հետո իհարկե ճանաչում, բազմաթիվ նախագծեր, բայց ես էլի գիտեմ, որ մրցույթներին նա մասնակցել ես, նորալիքն է, չէ՞։ Նորալիք։ Դա ավելի ուշ էր, ավելի Դա էլ է շատ պատահ։ Իմ մոտ է տենց աբաներ, դա ոնց ստացվեց, հա, որովհետև Ես լսեցի, որ իրականում տարբեր տարիների անդադ հայտ էին ներկայացրել, բայց միշտ կոպիտած ինձ ասում են բալիկ ջան, հեռու գնաք, այդ քո։ Բայց ինչի, այսինքն նախնականն է չէին բանան։ Հա, լինում էր, չէ, նախնականները գնում էին, բայց հետո նախնականից հետո չէ։ Լինում էր, ասում էին, չէ։ Հետո այնց ստացվեց ֆորմատը փոխվեց, որ արդեն ինքդ էս, այսինքն ոչ թե մեր TV-ների օգնությամբ, այլ ինքդ ուղարկում էիր Մոսկվա հայտը։ Հասկացա։ Ու ոնց որ իրանք արդեն պատասխանում էին, եթե անցնում էիր, գնում էիր Ֆինալ դրանից հետո արդեն ոնց որ ամեն ինչ որոշում էր։ Ես էլի ոնց որ ուշ եմ իմանում այդ ամեն ինչը, ասեմ վերջի օրը ուղարկում եմ, բայց սիրտս անհանգիստ, ասում եմ դե վերջի օրն է, կարող է ընդունած չլինեն հայտս բան ու ընդհանրապես չեմ է վերաբերում, բայց լսել եմ Միշնովայ Վոլնը երազել եմ, ուզեցել եմ գնալ, բան։ Հա, Նովայ Վոլն, այո։ Հա, ու տենց տվեցի հայտս ու ոնց որ քան որ վերջի օրն է ես տվել, շատ շուտ էր կորում պատասխանը եկավին։ Եկավ թե բա դու անցել ես ու պետքա այսինչ օրը լինես Մոսկվայում, այսինչ զալում audition-ի։ Ու ես on պատրաստի sense խոճապի մեջ ես էլ այդ ժամանակ աշխատում էի project-ում ոնց որ Երևանում 12 club-ում էի աշխատում, այնտեղ մեծ project ունեինք, անընդհատ շարժի մեջ բան ու հիմա պետք է իրանց էլ ասեմ որ գնում եմ, բայց ոչ մեկ չգիտի։ Ասի լավ, ես հաստատ չեմ անցնի, ասի գնամ սաղին ասեմ, գնում եմ հարսանիք երկեմ 2 օրով գամ։ Գնացի որ անցնի, չէ։ Բոլորին էլ ասեցի, ասի 2 օրով ասի գնում եմ հարսանիք գամ Գնացի այդ փուլին մասնակցեցի 20-25 հոգի Հայաստանից գնացել էր ու ուժեղ տպերել կային մեջները, բան sense ես նայել, դաժե հիմա անոնով երկիշներ կան մեջները, բան։ Ես որ գնացի այդ ամեն ինչ տեսա, թե ասի հաստատ, ասի չեմ անցնի, ասի հաստատ, բան sense հույսս կտրած, բան։ Հետո որ բարձացա բեմ երկեցի, ոնց որ 2 օր պետք է։ Ես անգամ այն կարգի չէի մտածում, որ չեմ ասում, որ հաջորդ օրը արդեն տոմսս վերցրել արել, բայց դու մի ասա, դա հետո հետ տվեցի այդ տոմսը եւ այն հյուրանոց եւ այլն։ Հետո ոնց որ հենց առաջի օրը երկեցի ու պարզվեց, որ այդ 20-25 հոգու մեջից իրանք հենց առաջի օրը ընտրեցին մենակ ինձ ու ես այդ րոպեին այդ 20 հայերից, այսինքն հայերից միայն քեզ անում պետք է ընտրեն մի 4 հոգի, հետո հաջորդ օրը այդ 4 հոգուց էլ մի ոնց որ նոր ընտրեին մի հոգու։ Բայց այդ օրը մենակ ինձ ընտրեցին, ես էլ հələ այդ վաղ էլի ջահել էի, կոպիտ ասած, ավելի երիտասարդ էի։ Ուրախությունից դե կորցրել եմ ինձ, բան, sense, բայց ինձ ասացին, որ հաջորդ օր մի հատ պետք է երկես, ապացուցես, եթե օրինակ չհավանենք այդ երկրորդ օրվա, էլի դու ուրեմն Հայաստանը մասնակից չի ունենա այդ տարի։ Ահա։ Հետո հաջորդ օրն հելա երկեցի։ Այսինքն որոշվում էր Մոսկվայում, թե ով Հայաստանի Ռևզինը բոլորը նստած որոշում էին, հետո մեր ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինը ասեց, չէ, ասեց ոչմ դու ես ասեց ներկայացնում, բայց ես հիմա ինքս խոստովանում եմ, որ ես այդ ժամանակ երկելու առումով ստաբիլություն չունեի։ Կարող իրենք իմ տեսակը սիրեցին, չգիտեմ, իմ բեմական այդ կեցվածքը սիրեցին, բայց ես
էլի քան որ անկեղծ մարդ եմ, այդ ժամանակ ես չունեի այն ստաբիլությունը, որ օրինակ հիմա ունեմ հիմա երկային առումով, երկելու առումով որպես մասնագետ։ Բայց ինչ այդ դեպքում ինչու՞ չէ որ գնացի, այդ եմ ասում, գնացի, բայց այդ տարին էլ լիքը բան փոխվեց, օրենքներ փոխվեց այդ մրցույթի շրջանակներում, բայց իմ համար մեծ փորձառություն էր ու երազանք էր, որ գնացի հայտնվեց այդ ռուսական աստղերի հետ, after party-ներին, չգիտեմ, իրանց այդ ոնց որ 20 օրով գնաց մի հատ մեծ master class-ի, բայց էլի եմ ասում, հիմիկվա մտքովս որ լիներ, չէի շտապի հաստատ այն ժամանակ կգնայի, երբ որ իմանայի հստակ կգնամ ինչ-որ մի բան ցույց տալու։ Բայց ինչը քեզ, այսինքն այնտեղ շարունակություն քանի փուլ անցար այնտեղ։ Այնտեղ արդեն դե գնացի Հայաստանի ես ներկայացրեցի։ Ներկայացրեցիր, հա, բայց մի քիչ հեռու տեղն էր, հա, որովհետև էլի եմ ասում, այդ ստաբիլությունը չունեի, ես էլի լավ երկեցի, էլի վատ չէր։ Դե գիտես ոնց, նաև ես կարծում եմ այդ ամեն հում էի ավելի շատ, սենց ասեմ, ավելի հում էի։ Հա, ես իհարկե հիմա շատ գնահատում եմ, որ դու շատ քննադատորեն ես քեզ մոտենում, բայց կան շատ այլ պատճառներ սուբյեկտիվ, որ գուցե այնտեղ կար խնդիր, որ Հայաստանի ներկայացուցիչը ես մենակս էի գնացել լրի, ոչ սպոնսոր ունեի, ոչ հովանավոր ունեի, ոչ 20 տարի անիմաց Եվրատեսիլով մասնակցում ենք, անիմաց 8-րդ տեղը բռնում հետ են գալու։ Ես էլ եմ 8-րդ տեղ բռնել։ Դու լուտը մեր չէ, բայց նովայ վալնայում էլի։ Այո, հասկանալի է, հա։ Չէ, ուզում ասեմ այդ, բայց տենց մի հատ հասունություն կա, որ մարդ պետք է հասկանա այդ գերագնահատելու պահն է, որ միշտ ասում, մարդ պետք է գիտակցի, ռեալ գիտակցի, այս բան ինքը կարա դա անի, թե չի կարա դա անի։ Այդ շատ կարևոր է։ Դե հետո գիտես ինչ, այդ դու շատ ճիշտ ես ասում մեծ փորձը, որովհետև ինձ մոտ էլ ունենակ բազմիցս, նու իհարկե կազմակերպչական առումով, հա, տարբեր համերներ ժամանակ մենք իմ լավ ընկերոջ Լուսահոգի Մարկիս Աղաթելյան, երբ որ Տաշիրը արեցինք այն 2011 թիվներ, եւ դու ես այսպես սցենարն էի գրել, պատրաստել եւ այդ աշխատանքը բեմի այդ ստեղծագործական այդ շատ ուրիշ աշխատանք է ու դու սովորում ես այդ ամեն ինչի վրա, որովհետև դա այնուամենայնիվ պրոֆեսիոնալիզմը շատ բարձր էր էլ այնտեղ այնուամենայնիվ դու անգամ իհարկե մասնակցել ես եւ դա շատ մեծ փորձ է կյանքի եւ առասարակ որպես երգչի դրա համար դա հաղթանակ է չեմ ափսոսում դե դու գիտես ինչ կա 25 հոգուց ընտրել են քեզ մի հատ մեծ 19 երկրի մեջից ես ընկա 8-րդ տեղը էլի գոհ շնորհակալ իհարկե այսինքն այնպես չի որ ուղղակի այդ երեխա էի, սենց ասեմ, ու ես մենակ էի լրիվ, ոչ մեկ չունեի մեջ։ Մի հատ մասնակից գալիս էր իր պրոդյուսերը, օրինակ Լեպսն էր, այն մի մասնակիցը գալիս էր իր պրոդյուսերը, այս մեկն էր։ Դե ասում ես։ Ես էլ ուղղակի իմ ընկերների 3 ընկերոջս հետ գնացել էի մրցույթի, այդքան բան։ Բայց ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ուրախ եմ շատ, հա։ Շատ լավ, Ծյոմ ջան, եւ այսպես բարձր պիկ, փաստորեն աշխատանքային բուրընգործունեություն, բայց այնուամենայնիվ արդեն տեղափոխում դեպի Միացյալ Նահանգներ, արդեն որքան ժամանակ ես այստեղ։ Արդեն 1 տարի այստեղ ես եւ ես ուրախությամբ ուզում եմ նշել եւ ասում շատ լավ է, որ դու եկել եւ միանգամից ասացիր, մենք խոսում ենք հաղորդումից առաջ, ասացիր, ես եկա եւ մսորվանից արդեն երգում եմ։ Շատ լավ, շատ գովելի է, որովհետեւ եկել ես եւ աշխատանքը շարունակում ես, բայց այնուամենայնիվ ափսոսանք չկար, թե այնուամենայնիվ գտնում ես ճիշտ, որ պետք է առաջ գնալ։ Ճիշտ ասած շատ արագ եմ եկել Միացյալ Նահանգներ, էլի էր եղել դեպքեր, որ եկել եմ համերգով, որպես տուրիստ եւ այլն, բայց երբեք միտք չեմ ունեցել մնալու, ընկերներս բոլորը գիտեն, որ ես Հայաստանից, անգամ այդ վիզաս 5 տարի ունեի, չէի էլ գալիս, չէր էլ քաշում, չէր էլ հետաքրքրում։ Հետո մի հատ sense աշխատանքային պիկ եկավ մոտս Երևանում, որ ես արդեն խեղդվում եմ։ Ես արդեն են բոլոր լավ տեղերում էի, բոլոր այդ տեղերում էի, արդեն ու այդ ամեն ինչը sense դարել է ռոբոտային մոտս, ու ես էլ չէի, էլ խեղդվում էի, ոնց որ էլ դե փոքր է շուկան այնուամենայնիվ, էլ ասացի էլ չեմ կարողանում ստեղ, ոնց որ ինձ հիմա խեղդվում եմ։ Ոչ թե Հայաստանի խնդիրներ, մարդկանց խնդիրներ, այլ ինչ որ կարելի է դաժան ֆորչեսկի ինչ որ խնդիրներ, որ ասի չեմ մի հատ ուզում եմ sense աուրաս լրիվ փոխեմ, ու շատ արագ անգամ այդ աշխատանքից վայրը Կոբայում, որ ես գնացի, ասացի, որ ես դուրս եմ գալիս, որովհետև շոուները դրված, իմ շոուները պատրաստ, այդքան հիմա իմ տեղը մարդ պետքա գա, որ այդ բարերը սովորի, այդ շոուները սովորի։ Գնացի մի ամիս առաջ, ասացի կներեք դուրս եմ գալի, դե բոլորը շոկի ենթարկվեցին, բայց ինչի համար, ասի գնում եմ Ամերիկա զուտ։ Բայց Ամերիկայել չգիտեմ խի եմ գալիս իրականում, որոշել եմ գամ, բայց չգիտեմ խի եմ գալիս։ Բայց եկար եւ միանգամից գտար։ Ու տենց դա շատ քիչ է լինում, ասեմ քեզ շատ քիչ է լինում։ Շատ Աստծո մատնախառը, ես միշտ ասում եմ Ես ասեմ, որ ես հիմա հիշեցի, պարզապես մեր
հաղորդումներից մեկում, այ քեզ մոտ եղել է միայն, ես այն ասում եմ հիշել մեր հյուրերից, պրակտիկապես դե բոլորինց լելիմ լավ ընկերներ եւ հյուրերները, Նարի մոտ Հարությունյան։ Նարի Հարությունյան, որ էլի նույնպես եկել է, այսօր սկսել արդեն երկել, այո։ Հա, չէ, իրոք Աստծո մատներ խառա, Աստծո գործներ էդի, որովհետեւ որ միշտ ասում է, չէ, մարդ պետք է հայտնվի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Շատ լավ։ Ջոմ ջան, հիմա դու փաստորեն, այո, երգում ես տարբեր իհարկե ակումբներում, տարբեր տեղեր ես երգում եւ իհարկե շատ լավ է որ շարունակում ես այդ ամենը ստեղծագործել։ Մենք քիչ ուշ իհարկե կխոսենք անպայման նախագծերի մասին, որովհետեւ նախ ես գիտեմ, որ այստեղ արդեն տեսահոլովակ է պատրաստվում, թե պատրաստվելու է, պատրաստվում է, այդ դրա մասին կխոսենք եւ քո նախագծերի մասին, ഞാൻ ուզում եմ անպայման քո շոուի մասին պատմես, որ դու այստեղ նաեւ հետաքրքիր ոչ միայն Ծոմը այստեղ երգում, այլ նաև շատ հետաքրքիր շոու է անում, դա է հետաքրքիր կարծում եմ մեր սիրելի հեռուստադիտողներին նույնպես այդ ամենը, որովհետև դա շատ գեղեցիկ է առաջին հերթին։ Ծոմ ջան, բայց հիմա ես խնդրում եմ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Անցնենք։ Դեմ չես։ Ուրեմն էջը ավելի թեթև հումորային ջրիկ կասում։ Նայ, մենք ուրեմն 3 երգի հատված ենք լսելու։ Ուշադրություն չենք դարձնում ով է երգում, որովհետև երգիչները կապ չունեն այստեղ, մեր երգիչները մեր ընկերներն են, բոլորը երգիչ կապ չունի, բառերն ենք ուղակի տեսնում, հա։ Եվ ընդհատվելու է երգը։ Ես քեզ 4 տարբերակ ասելու եմ շարունակության։ Մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Մենք կփորձենք իրար հետ միասին ընտրել։ Իդեպ դու ինքդ ստեղծագործում ես։ Ստեղծագործում։ Ուրեմն ավելի հեշտ կլինի։ Միայն երաժշտություն թե բառեր նույնպես։ Չէ, երաժշտություն եմ ավելի շատ, հա։ շատ լավ։ Դե հիմա բառերի վրա ենք անում, բայց դա կապ չունի։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին Ծյոմ Հակոբյանը Ծյոմի հետ միասին հենց հիմա մենք անցնում ենք մեր հաղորդման հաջորդ էջին եւ խնդրեմ առաջին երգի հատվածը միասին լսենք։ Ուզում եմ քեզ անverջ սիրել կյանքս ուզում եմ քեզ անverջ բռնել կյանքս ուզում եմ քեզ անverջ նայել կյանքս եւ ուզում եմ քեզ անverջ ուզում եմ ու վերջ այսինքն սիրել բռնել նայել եւ պարզապես ուզում եմ անverջ այդ կյանքին Քանի որ սա հայկական 6 եւ 8 տարբերակ է, այո, պարզա սիրելը կլինի։ Իսկ ինչու ոչ բռնել է դեպքում։ Հիմիկված տեքստ, բայց ես հիշում եմ ոնց որ հին երգ է։ Եթե հիմիկված տեքստերից կարող լիներ։ Եթե ես չեմ սխալ, հա, ինքը այդպես նոր չի երգ է, ոնց որ արմոն է երգ։ Արմոն է, այո, ոնց որ թե արմոն է երգում, այո, ես համաձայն։ Այս հին երգը դա մար բռնել չի, հիմիկվա երգերում։ Հիմիկվանում բռնել, հիմիկվաններում ավելի շատ բռնել, բայց այն ժամանակ ավելի շատ սիրել։ Բայց բռնել ու թողել։ Բռնել ու թողել։ Այստեղ լինում է նաև բռնել ու չթողել։ Բռնել չթողել։ Սիրել։ Նայելը չէ։ Երևի սիրել։ Ուզում եմ քեզ անverջ սիրել կյանքս կամ նայել կյանքս։ Ուզում եմ քեզ անverջ սիրել կյանքս, սիրել երևի։ Սիրել, շատ լավ։ Վերջնական տարբերակ։ Ուզում Ուզում եմ քեզ անverջ սիրել կյանքս, այս տարբերակը ընտրեցումը մենք հիմա լսենք ճիշտ տարբերակը, դե 2 տարբերակ ունենք, անգամ թե սխալ լինի, հələ 2 հատ ունենք առաջ անցնելու համար։ Եվ այսպես լսում ենք, ուզում եմ քեզ անverջ սիրել կյանքս։ Ես իհարկե փորձում էի, որպեսզի Ծյոմին։ Իսկ դու այսի կույր տղայի մա։ Ուզում եմ քեզ անverջ նայել կյանքս այս տարբերակն, այո։ Հա, էլի իսկականից, Ծյոմ համաձայն եմ, նայելը ո՞րն է։ Պատկեր ուզում եմ անverջ նայել։ Սա գիտես, երևի խոսքը գնում եմ երևի թե ես այսպես եմ կարծում, որ այդ կյանքը աշխատում է գիշերային ակումբում, հա, ուզում եմ գնա նստի։ Եվ այո, գնա եւ ուզում եմ քեզ անverջ նայել։ Կարա լինի։ Բայց դա այդքան հետաքրքիր չի ինձ թվում։ Սիրելը ես նախընտրում եմ։ Ես Ծյոմի հետ նախընտրում ենք սիրելը, իհարկե, բայց դնելը ճիշտ է։ 1-0 պարտվում ենք Ծյոմ ջան, բայց հələ 2 տարբերակ ունենք։ Խնդրեմ երկրորդ երգի հատվածը լսենք։ Մենակ դու ես ինձ զգում, մենակ քո կարոտներ անդադար քաշում, մենակ երազում, մենակ քո շուտերն եմ համբուրել ուզում, մենակ թողեցիր ես անտեր կյանքում, Մենակ թողեցիր ինձ ես անտեր կյանքում, Չգիտեմ այս երգը, բայց հա։ Մեն առանց քեզ արդեն ես էլ չեմ դիմանում, 1 Մենակ թողեցիր ինձ ես անտեր կյանքում, կարոտը տանում է էլ հետ չի բերում,
Ահա։ Երրորդը, մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, հիմա ինձ սիրում են մենակ խանութում։ Լավն է։ Լավն է։ Եվ այս բռնելու շարունակությունն է։ Մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, ով էլ ինձ սիրում է, սիրում ու թողում։ Այդ խանութին է դուրս եկել։ Խանութը լավն է, չէ՞, բայց դա ինչ խանութ է, այն որ սիրում է խանութ։ Չնայած քանի որ այս Արմինե Գրիգորյանն կարա խանութ էլ ասի։ Այո, իհարկե կարող, այո, Արմինեն ջեն ողջուներ, Արմինե ջան։ Ողջույններ։ Հա, մենակ խանութում ինչ են, կան չէ, զույգեր որ տեղ չունեն գնում են զգեստապար։ Հա, Զգեստապար ինչ են։ Դե համար դեմ չեմ Մի հատ տարբերակին։ Խանութ խանութը լինի, հա? Թե չէ, թե լավ, արի առաջի տարբերակ։ Ես մենակ քեզ չէ, իսկ բանը կարոտը որ մի հատ էլ կարթա։ Մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, առանց քեզ արդեն ես էլ չեմ դիմանում, ըստ գիտես ինչ է մի քիչ։ Ես չգիտեմ ճիշտ տարբերակ, ուղղակի քննարկում եմ։ Առանց քեզ ես էլ այդ էլ-ը մի քիչ ինչ-որ չի բռնում։ Դե ուզում ասի էլ չեմ դիմանում։ Չէ, բայց ինչ որ տենց այնակ թողեցին այս անտեր կյանքում կարոտը տանում է, էլ հետ չի բերում։ Փաստորեն կարոտը տենց բանը, տանելուց տանում է, էլ հետ չի բերում։ Հիմա ինձ սիրում են մենակ խանութում, լավ էս թողենք, էսի թող զույգերը գնան, ես դա բարանում իրար սիրեն իրեն։ Խանութում աշխատողների մասին, աշխատողների մասին։ Որտեղի թան խանութները որ մտնում ես ոնց են, չէ՞ աշխատողները սիրում։ Այո։ Այնպես են սիրում։ Ով էլ ինձ սիրում է, սիրում է թողում։ Ով էլ ինձ սիրում է թողում, այդի է։ Այդ տարբերակը ինձ թվում է այդի է։ Չգիտեմ, Արմինեից կսպասեմ տենց հետաքրքիր տեքստ։ Հասկանում եմ, բայց ո՞րն ենք հիմա ընտրում։ Դե ես չգիտեմ։ Ես օրինակ քեզ Դու ո՞րը կընտրեի։ Ես կարոտը կընտրեի, չգիտեմ։ Չէ, բայց ես կարող սխալվեմ։ Ոչինչ, արի ես քեզ վստահում եմ այս անգամ։ Շատ լավ։ Այն անգամ ես ասացի, հիմա էլ դու։ Մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, կարոտը տանում է, էլ հետ չի բերում։ Մենք չգիտենք ճիշտ պատասխանը, բայց ծոմը լսեց ինձ, ես իրոք անկեղծորեն չգիտեմ դրա համար, եթե սխալվեցի, բայց լսենք ճիշտ տարբերակը, խնդրեմ։ Մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, կարոտը տանում է, էլ հետ չի բերում։ Բրավո։ Այ տենց։ Այ տենց, այդ էի կուզում։ Բայց կարող ենք մենք իրոք համար տենց։ Մենք տենց է։ Այդ էի։ Բայց իրոք Ծոմ ջան, մեկ այ հիմա կարևոր փուլն է։ Երջի երրորդն է, այստեղ պետք է կամ պարտվենք կամ հաղթենք։ Այստեղ որոշի չէ։ Հա, այստեղ որոշն է, վերջն է։ Եվ այսպես մեկ սիրելի հեռուստադիտողներ եւ այս պայն միասին լսում ենք վերջին երրորդ երգի հատվածը, խնդրեմ։ Ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի նշան դնենք մեկ։ Ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի հարսնիկ անենք երկու։ Ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի հարցը լուծենք։ Լավներ էդի, դուրս բերենք։ Եվ ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի գլենդել տանենք։ Այդ տեսենց էլ տարբերակ ունենք։ Ասենց այնքան երգեր եմ լսել, որ հավատում եմ։ Ամեն ինչ կարող է լինել։ Դժվար է հավատալու, բայց Մի խոսքով պետք է նշան դնել, հարսնիկ անել, հարցը լուծել կամ տանել Արի գլենդել։ ընտրենք գլենդելի տարբերակ ու եւս մի հատ հրաշք երգի իդեա տանք ինչ որ մեկին, որ կարա տենց տեքստ անի, հա, որովհետեւ շատ են տենց տեքստը, գնան գլենդել Լոս Անջելես, առնեմ, տանեմ, ծախեմ, բերեմ։ Կարա օգնի հիմա այս երգին, ինչ որ մեկին ստիմուլ է, մի ավելի։ Ես հասկանում եմ ձեր Ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի գլենդել տանենք։ Տանեմ, այբալա։ Ուզում ասեմ այդ այնց ինչ որ մի երգի շարունակություն։ Այո, համաձայն եմ քեզ հետ, բայց ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի գլենդել տանենք, բայց այդտեղ նայ, գիտես ինչը դուրս չի գալի, ասեմ քեզ։ Ձեր աղջիկան առնենք տանենք, հետո այս կիրակի գլենդել տանենք, այսինքն ոնց է երկու հատ նորթում են առել։ Հա, բայց տանենք հա։ Ուզում ասես կիրակել կտանենք։ Գոնե նայ, այս աղջկան առնենք տանենք, այս կիրակի գլենդել փախցնենք, կամ այս կիրակի գլենդել չգիտեմ ինչ անենք։ Ես գիտես հակված եմ այդ գլենդելի տարբերակի խի։ Ուզում եմ այդ մարդկանց թևեր տամ, ովքեր այդպես երգեր են երգում։ Ես ասեմ, որ ես չեմ կարծում, որ գլենդելն է, բայց այնուամենայնիվ դու ծոմ գլենդել ես ընտրում։ Հա, ես գլենդելն եմ Շատ ընտրում, լավ։ որտեվ ապրում եմ գլենդելում։ Ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի գլենդել տանենք։ Ես խնդրում եմ գլենդելի մեր հայ հասարակությունը պետք է անպայման գնահատի, որ ծոմ ընտրեց այս տարբերակը։
եւ սկսած իհարկե Glendale City-ից եւ վերջացած բոլոր Ողջունում ենք մենք Glendale-ի քաղաքապետելին Այո, ջեր ողջունները։ Ձեր աղջիկան առնենք, տանենք այս Կիրակի Glendale տանենք։ Այս տարբերակ ընտրեց Ծյոմը, լսենք ճիշտ տարբերակը եւ ասենք առաջ։ Ձեր աղջիկան առնենք, տանենք, այս Կիրակի հասնի կանենք։ Ես գիտեի, բայց ամեն դեպքում ուզում եի տալ մարդկա։ Շատ լավ, ոչինչ, Ծյոմ ջան։ Լավ, մի քիչ այսպես հետաքրքիր անցավ, շատ բրավո, ասենք, այո, թեփտիկուն եղա, դա գնահատելի է։ Ես դա ասացի, որ անպայման Ծյոմի իմանալով ճիշտ տարբերակը ինքը ընտրեց Glendale, այդ տենց է։ Որովհետև Glendale-ը գաղտնիք չէ, որ Ամերիկայի հայկական մայրաքաղաքն է, Հայաստանի մայրաքաղաքն է այստեղ Ամերիկան։ Ծյոմ ջան, հիմա մինչ մեր հաղորդման ավարտին ասել եք, խնդրեմ հիմա մի քիչ պատմեք նախագծերի մասին, այդ տեսահոլովակ, որ արդեն պատրաստվում է, մի քանի օրից պետք է լինի, մի քիչ տարահանել եմ արդեն տեսահոլովակը, հենց այսօր պետք է գնայի արդեն մոնտաժի աշխատանքին, բայց չհասցրեցի, որտեղ ուրիշ պրոջեկտներ կան։ Հա, չէ, նկարահանել եմ այդ շատ սիրուն գեղեցիկ տեսահոլովակ ու այս համարում եմ ոնց որ իմ ստարտը, ես միշտ տենց եմ ասում, որովհետև հիմա նոր այդ էնտուզիազմը եկել է աշխատելու, կլիպեր նկարելու անընդհատ։ Շատ սիրուն երգ է, շատ էմոցիոնալ, սիրո մասին, բաժանման մասին է ցավոք սրտի, բայց շատ սիրուն ստեղծագործություն է։ Արմենն է մնացականն նկարահանել, իմ լավ ընկեր։ Ուզում եմ խոսեմ անպայման դերասանուհու մասին, ում կտեսնեք ու հաստատ բոլորը կսիրեք, որովհետև սա հենց առաջ խոսում ենք հոլիվուդյան կինոների մասին։ Այդ աղջկան պետք է իրոք տեսնեն ու շատ լավ հաստատ, որովհետև շատ լավ է խաղում։ Անենց մի հատ տեսարաններ լացելու բանի, այնց գժական մի խոսքով։ Լավ, եթե անցանք այդ մանրամասները, շատ շուտով էսա երգա սպասում, կլիպ սպասում։ Երգի անունը Թելիներ հնար։ Թելիներ հնար, այսինքն մի քանի օրից կարող արդեն մի որոշ ժամանակ հետո քո YouTube-յան ալիքներում, այո, արդեն որպեսզի փնտրեն, ահա։ Այս կլիպը վերջացնեմ մի անգամից կանեմ մյուս տեսահոլովակը ու բաց դրանից էլ ստեղ ակումբներում, ռեստորաններում աշխատելու զատ, նաև ընկերոջս Էդգարի հետ Թորոսյան, ելիշ մեր շատ տաղանդավոր երգիչներից արել ենք project, որը կոչվում է Twin Project։ Ահա, Twin Project։ Ինքը ավելի շատ հարսանեկան, ծննդյան, ինչ որ իվենտների համար է, այսպես ասած։ Ինքը non-stop շոու ծրագիր է, Պարուհիներով շոու ծրագիր, այո, շոու ծրագիր է։ Մեր հայրենակիցներից դու արդեն գիտեն մեծամասնությունը նման Glendale-ի։ Ինչքան է դա տևում։ Կես ժամ, բայց այնքան գերհագեցած է ու շատ ուրիշ գույն է մտել ոնց որ ասեմ իրականության մեջ, որը մենք էլ ենք գնահատում մարդկանց վերաբերմունքը, սերը, ջերմությունը։ Հիմա այս պրոջեկտով էլ ունենք տեսահոլովակ նկարելու, հեսա շուտով, այս մի 20 օրվա մեջ դա էլ կանենք անպայման, ասենց մի քանի ֆրոնտով։ Շատ լավ, հրաշալի է։ Դե Ծյոմ ջան, մաղթում եմ քեզ իհարկե հաջողություններ, կարծում եմ այդ Twin Project-ը շատ լավ նախագիծ է։ Իհարկե հաջողության գրավականներից ամենագլխավորը այդ մարդկանց սերն է, որից ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել։ Ամեն օր այդ նամակներն ենք ստանում, զանգերներ ենք ստանում, երկելուց էլ մոտիկ անում եք, դա մեր համար աշխարհ արժի, մեր գործի 80%-ը էդ է, այսպես ասած։ Ամենաբարձր գնահատականն է իրոք ամեն ինչի։ Ծյոմ ջան, եւ մեր հաղորդման ավարտին մի փոքրիկ խնդրանք։ Իհարկե բոլոր մեր երգիչները, ովքեր գալիս են, մի փոքրիկ երգով խնդրում եմ, որպեսզի եզրափակեն։ Բազմաթիվ իհարկե երգեր ունես, շատ հրաշալի երգեր, բայց այսօր եթե դեմ չես, մի վերջերս առիթ ունեցա եւ լսեցի Արարատ երգը Արտո Թունջբաջյանի, բայց քո կատարմամբ, քո գործիքավորման։ Այո, ինքը շատ ուրիշ է։ Եթե դեմ չես, առավել եւս մեր Մեծ աչքով նոր երգս կերքե, բայց մյուս անգամ որ մյուս անգամ անպայման իհարկե, այո։ Արարատյան թեմայով կերքե։ Ես խնդրեմ դու պատրաստվի ընդամենը 1 րոպե, 2 րոպե մինչ Ծյոմը պատրաստում է սիրելի հեռուստադիտողներ, ես եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ մեր գործընկերներին աջակցության համար։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում է եւ վերադարձնում լիարժեք կյանքի, այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր, ապա պետք է դիմել 911 Detox Center, հեռախոսահամարն է 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, հյուրանոցային մի հրաշալի վայրում,
հրաշալի հյուրանոցային համարներ եւ ամենակարևորը առողջարան է սա, որովհետեւ այստեղ կան լողավազաններ տաք հանքային ջրով, այնպես որ ոչ միայն գալիս եք լավ հանգի ժամանակ եք անցկացնում ձեր հանգստյան օրերը, այլ պարզապես առողջանում եք եւ հետո առողջացած հետ եք գալիս։ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր հեռախոսահամարն է 760 329 60 33։ Ջոմջան պատրաստ ենք։ Ես պատրաստ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց հիմա հենց այս պահին Armenian Evening հաղորդաշարն է AMJ հեռուստաընկերության եթերում եւ հատուկ ձեզ համար, մեզ բոլորիս համար Ծյոմ Հակոբյան, Արարատ։ Գեղեցիկ ես, տուն Արարատ հեյջանեն, նկարը տարաբերեք ու Հայաստան են կողմեն ջան, հոգուտոթը գալիս է ինձ, կենացըտ հեյլի լայ լելուն ջան, հեյլի լայ լելուն ջան, ախ Արարատ, ախ Արարատ, ախ Արարատ, ախ Արարատ, հիմա հասկանում եմ ես, ինչ ես դու հայոց համար, մեր հոգու հիմքը դու ես, թագավոր ես մեր համար, երգում եմ ես քեզ համար, կենացըտ հեյլի լայ լելուն ջան, հեյլի լայ լելուն ջան, ախ Արարատ, ախ Արարատ, ախ Արարատ, ախ Արարատ, Արարատ, մենի սիրուն Արարատ, Արարատ, սիրտս քո անունով, Արարատ, մենի սիրուն Արարատ, Արարատ, սիրտս քո անունով, Ողջ կյանքս նայում եմ քեզ, Հայաստան են կողմեն ջան, ամեն օր տարուբեր ես դու, արի տարի ինձի ջան, չեմ ուզում վերադառնամ, կենացըտ հեյլի լայ լելուն ջան, հեյլի լայ լելուն ջան, ախ Արարատ, ախ Արարատ, ախ Արարատ, ախ Արարատ, այդ օրը եկավ հասավ, բաժանվելու քեզ մեջ ջան, սրտով չեմ բաժանվում ես, խոսք եմ տալիս քեզի ջան, մի օր չենք բաժանվի մենք, կենացըտ հեյլի լայ լելուն ջան, հեյլի լայ լելուն ջան, ախ Արարատ, ախ Արարատ, ախ Արարատ, ախ Արարատ, Արարատ, մենի սիրուն Արարատ, Արարատ, սիրտս քո անունով, Արարատ, մենի սիրուն Արարատ, Արարատ, սիրտս քո անունով։ Շնորհակալ եմ։ Ծյոմ ջան, անչափ շնորհակալ։ բայց- Այո։ Քիչ տխուր էր այս պահի համար, բայց ամեն դեպքում սիրում եմ այս ստեղծագործությունը։ Շատ որտեվ գեղեցիկ էր քո կատարմամբ, քո գործիքավորում եւ առասարակ իհարկե այն ինչ կապված է Արարատի իհարկե դա մեզ բոլորիս հոգեհարազատ է։ Ծյոմ ջան, դե շնորհակալ եմ քեզ անչափ այսօրվա հաճելի անկեղծ հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ, Մաղթում եմ իհարկե հրավերի նորանոր հաջողություններ եւ կարծում եմ անպայման դեռ շատ առիթներ ենք ունենալու հանդիպելու, որովհետեւ դու շարունակում ես բուրըն ստեղծագործությամբ զբաղվել, ես շատ ողջունում եմ եւ իրոք քեզ մաղթում եմ նորանոր բեմեր, նորանոր հաջողություններ, նորանոր երգեր եւ նոր հանդիպումներ մեր տաղավարում։ Շնորհակալ եմ Արմեն ջան, նմանապես շատ ուրախ եմ, որ մենք մեր հայրենակիցներով փորձում ենք ելի եմ ասում, ստեղ ինչ որ մի բան փոխել, մի բան անել մեր Լավ բան հայրենակիցների անել։ համար։ Այո, լավ Շատ բան կարևոր է։ Շատ շնորհակալ եմ քեզ, ձեզ բոլորին։ Այո, շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ 5 շաբթի, իհարկե AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center
նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։